շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս իմ բացակայության օրերին երբ մեկ անգամ հիշել են ինձ իրենց աղոթների մեջ եւ այսօր Փառք Աստծո նաեւ ձեր աղոթների շնորհիվ այսօր աղոթակից են ձեզ թող Աստված ամենքի հոգու եւ մարմնի առողջություն պարգևի որպեսզի բազում երկար տարիներ եկեղեցու մեջ միասին աղոթենք եւ Աստծուց խնդրենք որպեսզի երբևէ մեզ ցույց տա հիվանդանոցի դռան տեղը շնորհակալություն մեկ անգամ եւս Աստվածային արջը եւ քաչը բոլորիդ պահապանների Ես եմ հաց ընկենած որ գա առիս ոչ քաղցից է եւ որ հավատա հիս ոչ երբեք ծարավեսի Սիրելի հավատացյալներ քարոզի բնաբանը վերցված է հացի բազմացման հրաշքից որից հետո ավետարանն ասում է Քրիստոս իր աշակերտների հետ անցնում է ծովի մյուս ափը Իսկ երբ ժողովուրդը գտավ նրան, ասաց. Ռաբբի, երբ եկար այստեղ, Հիսուս ասաց նրանց, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ նրա համար, որ կերաք այդ հացից եւ կշտացաք։ Սիրելի հավատացյալներ, հավաքվածները ոչ թե ընդունում էին Քրիստոսի վարդապետությունը եւ հետևում նրան, այլ ընդհակառակը նրանք իրենց մարմնավոր կարիքների հաղորդ տալու համար էին փնտրում Հիսուսին։ Դրա համար Տեր Հիսուս Քրիստոս ասում է. գնացեք, աշխատեք եւ կորստական գործեր մի կատարեք։ Այսինքն, ով չարություն է խորում չար գործեր է կատարում, նա ինքն իրեն անիշակակության և մահվան է դատապարտում։ Քրիստոս նրանց կորստական մտածելակերպը և սրտի ցանկությունները իմանալով պատվիրեց ասելով. գնացեք ոչ թե ժամանակավոր կյանքի կերակրի մասին հոգ տարեք, այլ այն կերակրի մասին, որ հավիտենական կյանքի համար է։ Եվ որպես ճշմարիտ հաց ինքն իր մարմինն է տալիս մեզ ու հավիտենական ջրի փոխարեն իր արյունը։ Ինչ երևելի բան պետք է լիներ, եթե մի թագավոր սեղան նստած իր ամանից բաժին ուղարկեր աղքատի, բայց Հիսուս հաղորդության սուրբ սեղանից մեզ կերակրում է ոչ թե մի կտոր բաժին ուղարկելով կամ իր մսից արյունից մի փոքր բաժին հանելով, այլ տալիս է մեզ իր ամբողջ մարմինն ու արյունը, հոգին եւ աստվածությունը։ Մեր Փրկիչը իր սերը միայն մարդանալով չհայտնեց, այլ տալով իր մարմինն ու արյունը ամբողջությամբ ցանկացավ որ ամեն մեկիս հետ առանձին միանա։ Դրա համար իր անձը խառնեց, շաղախեց մեզ հետ, որ մեկ դառնանք, որովհետև իսպար սիրեց ու ասաց. Ես եմ կենացածը, ով դեպի ինձ գա, քաղց չի զգա, եւ ով ինձ հավատա, երբեք չի ծարավի։ Սիրելի հավատացյալներ, Քրիստոս Սուրբ հաղորդության խորհուրդը հաստատեց եւ այս խորհրդով մի փոքր սիրո գանձ չէ, որ տվեց մեզ, այլ ամբողջը ինքը մարդացավ, բնակվեց մեր մեջ, որպեսզի մենք աստվածանանք եւ այդ իսկ պատճառով ասաց. Ես իջա երկնքից ոչ որ իմ կամքով արեցի, այլ նրա կամքով ով ուղարկեց ինձ։ Մեզ համար պետք է հասկանալի լինի հոգևոր եւ մարմնավոր կերակուրների տարբերությունը։
Մարմնավոր կերակուրը միայն փոփոխման է ենթարկում մարմինը եւ որոշակի ժամանակ է միայն ուժ հաղորդում նրան։ Իսկ հոգևոր կերակուրը, որ է Քրիստոսի մարմինն ու արյունը, գալով եւ բնակվելով մեր մեջ, բժշկում է մեր հոգիները եւ անկասկած մեր մարմինները։ Սիրելի հավատացյալներ, ինչպես մենք մարմնավոր կերակուրներից առաջ պատրաստվում ենք, լվանում ենք սնունդը, մեր ձեռքերը սեղան ենք պատրաստում, ապա նույն ձևով պետք է մաքրենք մեր հոգիները բոլոր տեսակի չար մտածումներից, չար գործերից, մեղքից հրաժարվենք ու նոր մոտենանք հոգևոր կերակրին եւ գոնե ամենափոքր պարտականությունները կատարելուց հետո միայն Աստծուն ընդունենք մեր մարմնավոր տաճարներից ներս։ Թե ծարավենք, չհապաղենք, որովհետև քաղցրաբուխ կյանքի աղբյուրը Տերն է, որ ասում է. եթե մեկը ծարավ է, թող գա ինձ մոտ եւ հագենա, որովհետև հավիտենապես չեն ծարավելու։ Տիրոջ խոսքի համաձայն նրանց որովայներից կենդանության ջրերի գետեր կհոսեն, իսկ ովքեր որ քաղցած են, թող չհուսահատվեն, որովհետև Տիրոջ պատգամը հստակ է, որ ասում է. ես եմ կենաց հացը երկնքից իջած, եթե որևէ մեկն ուտի այս հացից, հավիտյան կապրի, եթե մեկը մեղքին ծառա գտնվի, Տերն իր մարմնով եւ արյամբ մաքրելով, սրբագործելով, կազատի ու մեզ կդարձնի Աստծո ընտրյալ ճշմարիտ զավակներ։ Եսայի մարգարեն մարգարեական շնորհ ստանալուց առաջ տեսիլքով տեսնում է, որ սերոպեներից մեկը վկայության խորանի վրա երկնքից իջած լույսից վառվող ունելիով մի փոքր բերում է եւ իր շուրթերին է հպում եւ դրանից հետո միայն մարգարեական շնորհ ստանում։ Այս տեսիլքի մասին Սուրբ Ներսես շնորհալի հայրապետն ասում է շարականի մեջ. Տեր Հիսուս, քո աստվածային կայծերին անարժանությամբ մոտեցանք ու պարտապան եղանք։ Ահա այսպիսին է մեր Տիրոջ մարմինն ու արյունը։ Սիրելի հավատացյալներ, անգամ սերոպեները, որ մշտապես փառաբանում են, գովերգում են եւ սուրբ են երգում, ունելիով եւ եկեղեցությամբ էին մոտենում Տիրոջ մարմնին եւ արյանը, ապա մենք հողեղեններս մեղքերով պարուրված, ինչպիսի ահով եւ դողով պետք է մոտենանք Սուրբ խորհրդին, մոտենանք ոչ թե դատաստան ընդունելու, այլ հավիտյան ապրելու համար։ Ուրեմն, սիրելիներ, Տիրոջ Սուրբ մարմնին մշտապես մոտենալուց առաջ ասենք. Տեր, մենք արժանի չենք քեզ մեր մեղավոր անձերից ներս ընդունելու, բայց գիտենք, որ դու անչափ անհաշվելի բարի ես, մեր մեջ գալով դու մեզ կլուսավորես քո սրբության լույսով։ Տեր, քեզ մոտենում ենք իբրև հիվանդը բժշկին եւ ինչպես կարող ենք քեզ չճանաչել եւ մեր մեջ չընդունել, չսիրել քեզ ամբողջ սրտով ու հոգով։ Թող Աստծո սերը, շնորհը եւ ողորմությունը հովանի լինի ամենքիս, այժմ եւ միշտ եւ հավիտյան ցավիներից։ Ամեն։